Բարելույս իմ սիրելի բարեկամներ, տեսնում եք թշերս ոնց են օրել, այսօր երրորդ օրն է, բժիշկն ասեց նորմալ է, միան հանգստանա, անում են ողողումները ամեն ինչ, մի քիչ բարդ վիրահատություն է եղել, դրա համար այսպես օրել է, ես էլ անհանգստանում էի, երեկ իրիկուն ավելի քիչ էր ուրած, քան այսօր, բայց բժիշկն ասեց նորմալ է, այսօր էլ ոնց որ այդ բան օրերից ու արդեն կսկսի իջնել է, առավոտ կարդացի մեկնաբանությունները, որոշեցի մի հատ արտահերթ փոքրիկ վլոգ նկարեմ, ձեր հարցերին պատասխանեմ այս Վարսուվտան հետ կապված, որտեղ մարդիկ կային, իրանք էլ էին ուզում Հայաստան գային ու Վարսուվտուն էր պետք, հարցերն էլ դուրս եմ գրել, երևի մի անգամից այդ հարցերն էլ պատասխանեմ, նախ այնտեղ մի քանի հոգի գրել էին, նաև իմ ծանոթներից, իսկական մտերիմ ընկերուհիներից, նաև այս YouTube-ում արդեն ինձ բարեկամացած մարդկանցից գրել են, որ իմ հետ կուզենային հանդիպեին, ես էլ շատ մեծ սիրով կուզենայի ձեզ հանդիպեի, շատ մեծ սիրով, բայց մտածում եմ, որ վախենում եմ, որ այս անգամ չստացվի, որովհետև մինչև այս բանը ուռածը անցնի, ես արդեն գյուղ պետք է գնամ։ Իդեպ այստեղ ասեմ, որ հարցում եք ինչի եմ այստեղ տուն վարձել մնում, եթե իմ երեխեքը Հայաստանում են, այս սրա համար, դե որ գործ էին անելու ատամնաբուժանին պետք է մոտիկ լինեի, դրա համար Երևանում տուն վարձեցի, որ մոտիկ լինենք էլի, դե պատկերացրեք, ասենք մի բան լինի, կամ բացի դրանց վերջը վիրահատություն էին արել նորից այս ցմերով ոչի գնալու գյուղ այդքան հեռու, մի հատ էլ ճանապարհները փակվեն, մի հատ կարիք լինի, չեմ կարա էլի նորից կամ բժշկի, դրա համար որոշեցինք վիրահատությունից հետո գոնե մի շաբաթ Երևանում մնանք, որ մի քիչ կարգավորվի, հետո նոր կգնանք գյուղ, այ դրա համար չենք մեր երեխեքի տանը մնում, կամ իմ քույրիկի տանը մնում, դե մենք տուն չունենք, իրական պետք է կամ երեխեքի տանը մնանք, կամ քույրիկիս տանը մնանք, կամ էլ տուն վարձենք, այ պատճառը դա որ Երևանում ենք ժողովուրդ ջան, այդպես, ուրեմն հիմա հերթով հարցերը ասեմ, հետո այս տան մասին ասեմ, որտեղ շատ էիք հարցրել տան մասին, թե ոնց կարաք բան անեք, հա, իդեպ այդ որ ասում եմ հիմա, դե բնականաբար դուք եք հասկանում, որ այս ձևով ես չեմ կարա էլի դուրս կամ հանդիպեմ, իհարկե սիրով տունել կհրավիրեմ, բայց ինձ հեչ կոմֆորտ չի էլի, այսպես անգամ խոսալը կոմֆորտ չի, ուտել խմելը, վերջը։ Դրա համար ես ձեզ ասեմ, ովքեր որ գրել էին, որ ուզում են ինձ հանդիպեն, ես էլի գալու եմ, մի քանի ամիս հետո գալու եմ, որ վերջացնի գործը բժիշկը ու արդեն ամառվա շրջան կգնի, այդ ժամանակ շատ մեծ սիրով կհանդիպենք իրար հետ։ Ես չգիտեմ տուն կվարձեմ, թե ոնց կլինի, բայց ամեն դեպքում կփորձեմ մի քանի օր Երևանում լինեմ, այնպես որ մեծ սիրով կհանդիպեմ բոլոր նրանց հետ, ովքեր որ ուզում են, ովքեր որ գրել էին, որ ուզում են ինձ հանդիպեն։ Ու այստեղ մենակ ուզում եմ ասեմ, Սյուզ ջան, գրել էիր, ես պատասխանել էի, որ Instagram-ով ինձ գրի, Instagram-ով գտի ինձ ու գրի։ Այդպես, հետո կխոսանք մնացածը, Instagram-ով արդեն կխոսանք մնացածը։ Հիմա այստեղ մնացած հարցերին արագ պատասխանեմ, ժողովուրդ ջան, ու տան մասին այդ հարցը, որտեղ ես հիմա սպասում եմ, երեխեքը գալու են, թողնիկներս մյուս աղջիկս գալու են, ես էլ հասցրել եմ բուլյոն եմ եփել, չնայած աղջիկս ասեց, բան չանես, հանգիստ կպարկես, մինչև ես կամ, բայց ասեցի գոնե բուլյոն կսարքեմ, մնացածը դե համբերությունս չտարավ ճիշտն ասած։ Այդպես ժողովուրդ ջան, արագ այս հարցերին անդրադառնամ, սկսեմ ամենահին հարցից, որ նոր տեսա, որ սկրինշոտ եմ արել ու չեմ պատասխանել, հարցրել եք, խնդրում եմ կասեք, ձեր տղան վճարովի է սովորում Բրիտանիայում ու ինչպես է ընդունվել։ Իմ տղան չի սովորում Բրիտանիայում, աշխատում է Բրիտանիայում, ժողովուրդ ջան, իմ տղան Բելգիայում ավարտել է ու դիպլոմը ստացել է ու գնացել է Բրիտանիա, իսկ գնալն էլ գիտեք ոնց է եղել, իրանք ինքը սովորում է մի բան ավագ դպրոցում է սովորել, ավագ դպրոց ինչ ենք ասում, high school ոնց որ էլի, անգլերեն ոնց էին ասում, high school, հոլանդերեն անգամ մոռացա ինչ էին ասում, որտեղ որ Եվրոպայում միակն է, որտեղ ծրագրավորողներ են պատրաստում ու հետո ամեն տարվա վերջում, որ պետք է շրջանավարտներ արդեն դուրս գան, աշխարհի տարբեր երկրներից մասնագետներ են գալիս, տարբեր IT ոլորտի մասնագետներ գալիս են իրանց կազմակերպությունների համար կադրեր են ընտրում
ու իմ տղային էլ են այդ ձևով ընտրել, տարբեր երկրներից իրան ընտրել էին, եկել էին իրա ոնց որ ինքը պրեզենտացիա էր արել իր աշխատանքները, ուսանող տարիներին ինչ արել, ինչ է ստեղծել, ու ոնց որ 10-12 երկրից իրան ընտրել էին, բայց ինքը այդքան երկրների միջից ընտրեց Մեծ Բրիտանիան, Անգլիան ընտրեց, այդ ձևով է գնացել ինքը, այսինքն իրանք արդեն իր վիզա, բան, ամեն ինչ իրանք արել են ու իմ տղային տարել են, միանգամից գնացել ու աշխատում է ինքը այնտեղ։ Այնպես որ այդ հարցի հետ կապված ինձ Այդանա հարցնում Սվետլանա ջան, միգուցե ասել եք, չգիտեմ ում տունն եք, վարձով ենք Այդա ջան, Երևանում տուն ենք վարձել Կոմիտասի վրա, այս տանն ենք, այստեղ հարմար է իմ բժշկի գնալու համար։ Հարց կա, բա որ դուք եկել եք Քսենիինով պիտի տիրություն անի, վայ ինքան բաներ ես հարցը որ կարդացի ձեր այդ ուշադրությունը, Քսենին իր մամանով, իմ փոքր աղջիկը այնտեղ է, իր մաման տիրություն կանի։ Լավրան հարցնում է, բարև Սվետլանա ջան, թորնիկներիդ հետ ես վերջապես Երևանում է լավ թե այնտեղ։ Այն որ թորնիկներիս հետ եմ, այդ շատ լավ է Լավրա ջան, շատ, այն որ երեխեքս այստեղ են, ոնց որ իրականում եսիս տանն եմ զգում, շատ լավ է, բայց մի բայց կա, որտեղ որ դու տուն ունես, արդեն այդ քո տունն է, այնտեղ ես դու քեզ լավ զգում, ոչ թե լավ զգում, արդեն ինչքան էլ ես հիմա տեսեք, հիմա այստեղ վարձով եմ, կամ գնամ են աղջկաս տուն, կամ են աղջկաս, կամ քույրիկիս տուն, վերջը այդ իմ տունը չի, չէ, ինչքան էլ իմ հարազատների կողքը լինեմ, ես իմ տունը պետք է ունենամ, իմ անկյունը պետք է ունենամ, ու իմ անկյունը այնտեղ է։ Դրա համար այդ է էլի տարբերությունը, ոնց որ այսպես բան լինի, երկու պայքար լինի, էլի, տունը այնտեղ է, հարազատությունը այստեղ է, ժողովուրդ ջան։ Դրա համար բնականաբար հիմա լավ է այստեղ, շատ լավ է, որ այսպես մոտիկ եմ երեխեքիս, բանթորներիս, բայց դե վերջի իմ տունը այնտեղ է, վերջը պետք է գնանք մեր տուն, էլի։ Լավի առումով բնականաբար այստեղ շատ լավ է, բայց այստեղ մենք տուն չունենք, այ այդ լավ չի։ Հարց կա, Սվետլանա ջան, ձեր աղջիկը Հայաստանում է ապրում, դուք ինչի եք վարձով մնում, իսկ վարձով տները թանկ են։ Ես շատ էին գրել էսպես, հա, շատ ճիշտ եք։ Ուղղակի ասեցի արդեն, որ ատամնաբուժանի մոտ լինեմ, դե վերջի նպատակս գալու եղել է ատամներս սարքելա, ու որպեսզի մոտ լինենք, դրա համար տունը վարձել ենք այստեղ Երևանում, ժողովուրդ ջան։ Գասեք խնդրեմ, ինչքան եք վճարում տան համար, այ հիմնական հարցը էս էր։ Ժողովուրդ ջան, տունը Airbnb-ով ենք վարձել, այս մասին ինձ իմ աղջիկներ ասել էր, որ շատ ապահով վստահված բան է, կազմակերպություն, այն չգիտեմ ինչ ասեմ, վերջը դրա միջոցով, ուրեմն նաև Google Play ճիշտ քաշեք ապը, եթե չեմ սխալվում, մի քիչ կարմիր բանով էր, կարամ անգամ screenshot անեմ, դնեմ, որ ճիշտը քաշեք, որ նաև կտեսնեք արդեն ինչքան շատ download են արել։ Այստեղ լավը գիտեք որն է, այս միջազգային բան է, Հայաստանի չի, ամբողջ աշխարհից իրանց հայտարարությունները վարձով տան, դնում են այստեղ, ու հիմա կոնկրետ ես այստեղ կայքում գրել եմ, մտել եմ, download եմ արել հեռախոսիս վրա, այնտեղ գրել եմ վարձով տուն Երևանում օրավարձով, կարելի ամսով էլ անել, ես օրավարձով եմ նշել, ու նշում եք ժամկետները տալիս է, ինքան պարզ մատչելի է, ժամկետները նշում եք, ինքը տալիս է արդեն, թե այդքան օրը, հա, կարևորը տունը գտնում եք, հետո նոր, ասենք դուք նշում եք ինչ տուն եք ուզում, ու նշում եք ժամկետները, հետո արդեն այնտեղ տալիս է, թե ինչքան կարժենա այդքան օրը։ Ես օրինակ սկզբում ամենակարևորը իմ համար ռևյուներն էին, որ տունը լավը լինի։ Մի քանի տուն տեսա, որ դուրս եկա, մտա կարդացի արձագանքները, ովքեր որ մնում են, մնացել են, հետո տակը մեկնաբանություններ էին թողել։ Այնտեղ տուն կար, որից դուր եկա, բայց մեկնաբանությունները կարդացի, որ մարդկանց գրել էր երեխեքի հետ եկել մնում էին, գիշերը զուգան էին գնում, տարականները փախնում էին։ Ու այդպես թերությունները գրում էին։ Հիմա այս տունը, որ մենք գտա, ես գտա, ռևյուները ահագին շատ էին ու ոչ մի բացասական ռևյու չգտա, միակ բանն էր, որ գրում էին փողոցի աղմուկը շատ է, բայց որ պատուհանները փակում ենք, այդքան չի խանգարում, այդ էր ինձ մի քիչ բան անում, դե բնականաբար այստեղ հենց կենտրոնական տեղ է, իրոք որ մեքենաների աղմուկը շատ է, դե հիմա ձմեռ է, ես պատուհանները փակ եմ պահում ու առաջի օրը չկարողացանք քնենք այդ աղմուկի ձայնից, այդ մեքենաների ձայնից,
Բայց հիմա սովորել ենք, անգամ ուշադրություն չեմ դարձնում դրան։ Բայց այստեղ քանի որ այս ստուդիա է, բայց իդեպ ես կարա հիմա ցես ցույց տայի տունը։ Քանի որ ստուդիա է, ստուդիո բանա, այսինքն մի սենյակա մահճակալը խոհանոց բան մի տեղում է, Սառնարանի ձայնը ինձ էլի խանգարում էր էլի առաջի օրը, հիմա սովորել եմ էդ չխանգարում։ Միակ թերությունը մենակ է դա։ Եթե թերություն կարելի ասել էլի, օրինակ ես զգայուն քնող եմ, դրա համար ինձ մի քիչ բաներ անում։ Իսկ ընդհանուր առմամբ ժողովուրդ, ես մեկ-մեկ ասում եմ, ստան ոնց որ ստան ապրող է, երևի ուղղակի դուրը փակել դուրս է եկել, շորը վերցել գնացել է։ Ամեն ինչ տան մեջ կա, բարի բուն իմաստով ամեն ինչ է մտածել են այս մարդիկ։ Ինչ ասում ձեզ, ամեն ինչ որ ասում հասկացեք ամեն ինչ, թե խոհանոցում, թե այնտեղ բաղնիկ սուքարանում, ամեն բան կա։ Ասենք ֆենը բանը դե կա, բնականաբար խոհանոցում անգամ բլենդեր, ամեն ինչ այդ քերիչներ, բաներ, բաժակներ, անգամ ջերմաչափ կա տան մեջ։ Կարճ ասած, ոչ մի բան կարիք չկա, որ ես ընդհանրեն գնամ ինչ-որ բան առնեմ, բերեմ, մենակ ուտելիքը առնում ենք ու մենք ինչ-որ եփում ենք, դե շաքարավազել կար, աղ կար, ձետ կար, լվացքի փոշի, ամեն ինչ, լվացքի փոշի սպիտակի, գունավորի, ամեն բան ժողովուրդ ջան, շատ գոհ եմ տնից, շատ։ Ես հիմա ուղղակի մտածում եմ, ասում եմ, եթե օրինակ ես ամառը գամ ու ուզենամ տուն վարձել, միակ պատճառը որ այս տունը չեմ վարձի այն կլինի, որ փողոցը կենտրոնական է, պատուհանները բաց թողնեմ, աղմուկը շատ կլինի, բայց դրա համար կոնդիցիոներ էլ կա։ Այսինքն կարելի է պատուհանները փակել, կոնդիցիոները միացնել։ Հիմա մի հատ արագ ձեզ տունը ցույց տամ, տեսեք, ուզում եմ հիշեմ ինչ կարևոր բան կարամ էլ ձեզ ասեմ տան մասին, եթե ինչ որ, հա, դե վարձը ասում եք, ես բան այնտեղ գրել էի, օրինակ ես սկզբի համար 6 գիշերվա համար տունը վարձեցի, հունվարի 24-ից մինչև հունվարի 30-ը վարձեցի, դրա համար վճարեցի 170 եվրո, բայց հետո, քան որ այսպես ուռել էր, որոշեցի մի քանի օր էլ ավելացնեմ, էդ էլ եմ ավելացրել, եթե չեմ սխալվում 3 գիշեր ավելացրել եմ նորից, դրա համար էլ հիմա ասեմ 87 եվրո ոնց որ մի այդքան, հա, մի գիշերով ոնց որ չի տալիս, պետքա երկու օր ոնց որ նշ, այսինքն նկատեմ մի օրով չի տալիս, էլի, հա, երկու օր ոնց որ պետքա նշվեր, երկու օրը իրար հետ տալիս էր 64 եվրո, թե ինչքան։ Ամեն դեպքում կախված է հյուրերի քանակից, քանի հոգով եք մնալու։ Ես նայել եմ այնպես, որ գոնե մի մահճակալ ավել լինի, մահճակալ չկա, բայց բազմոցը լավ մեծ բացվում է։ Ու ընդհանուր առմամբ արդեն եթե ուզենաք, դուք նշեք ամսաթվերը, քանի հոգով եք գնալու եւ այլն, մնացածը արդեն ցույց է տալիս։ Ասեմ, որ այս կայքից դուրս չեք կարող ոչ մի բան անեք։ Ամեն ինչ այս կայքի միջոցով է արվում, որ որևէ խնդիր ունենաք, դուք այս կայքին դիմեք։ Այդ դրա համար էլ այդ շատ լավ է։ Այդպես ժողովուրդ ջան, մնացածը կայքում կտեսնեք, ես մի հատ արագ ձեզ տունը ցույց տամ, քանի մենակ եմ տանը, Աշոտը գնացել է քայլելու, երեխեքն էլ մի քիչ հետո կգա։ Այս դրսի դուռն է, ասեմ որ մուտքը կոդով է, ժողովուրդ ջան, անվտանգությունը լավն է։ Այստեղից ներս են գալիս, այս կողմում բաճկոնները բանը կախելու համար, նայեք վերևում անգամ է դրաժող բան, կոշիկների համար վաքս, ամեն ինչ կա։ Այս մի կողմում չուլան այսպես ասած, մի րոպե, լույսը վառեմ, էսա, նայեք, այս չուլանն է, հարթուկի սեղանը, ամեն ինչ է այստեղ դրած, ինչ որ, ասենք, այս պահին պետք չի, այսպես ասած զապաս, այս կողմում զուգահան բաղնիկն է, էլի ամեն ինչը մեջը կա, անգամ շամպուն բան, մենք մենակ մեր խոզանակները ատամի մածուկն ենք վերցրել, դե հին վերանորոգած է, բայց ամեն դեպքում մաքուր է, էլի կարևորը, որ այդ տարականներ, բաներ, տես բաներ չկան, այստեղ պառնել կա, ես էլ ես իմ ուռած թշերով մի հատ էլ այստեղից ձեզ նայեմ, ժողովուրդ ջան, ես ինչքան ուռած է, չէ, բայց ոչինչ կարևորը ասեց բան կան, հիմա չեմ էլ կարողանում գլուխս շատ կախ գցեմ, ոնց որ ինձ թվաց այդ ծանրության զգացում լինի, բայց այսօր էլ թող անցնի ոչինչ, նոր մի հատ բան կանենք, այստեղ մաքրելու համար եմ ասում, ահա, դրսի դռնից ներս եկանք, ժողովուրդ ջան, այստեղ հենց այդ ստուդիան է, այս մի սենյակն է,
նայեք, այստեղ մահճակալն է, լավ մեծ մահճակալ, ասպիտակ եղեն բան, ամեն ինչը իր մեջ է, էլի ամեն ինչ կա, սրբիչները, այստեղ այս դարակներն էին, ես ինչ-որ բաներ դրել եմ, բայց ճամպրուկի ամբողջ շորը չէի կարա տեղավորեմ, Wi-Fi-ը դե կա բնականաբար, ինձ թվում է մի քիչ նիհարել եմ ես մի քանի օրվա մեջ, ժողովուրդ, դե չեմ էլ կարող նորմալ հաց ուտեմ, այսպես, հետո այստեղ էս բազմոցն է, որ մեծ բացվում է, այս է կոնդիցիոները, որ համար կարելի է օգտագործել, հեռուստացույցը, անգամ մրգի վազեր, բաներ, ամեն ինչ կար, լվացք եմ միացրել, փռել եմ, մի օրում չորանում է, դե հենց կողքը վառվում է, հարթուկ բան, էսա շպիլկաներ, այստեղից պատշգամբ ենք դուրս գալիս, սառնարանը, Այսա մի քիչ առևտուր բան արել ենք, լցրել ենք, այս էլ էսպես, այստեղ կաթսանա, այս կողմում էլ, բուլյոնը նոր եմ եփել անջատել, այստեղ շատ չեմ բան անում, այսպես ասած, ինձ նեղություն տալիս գործերի համար, որովհետև դեռ մի քիչ ցավեր ունեմ ու ինձ կոմֆորտ չի էլի, որ ազատ չեմ կարողam շարժեմ, ոնց որ ծանրություն լինի լնդերիս մեջ, Այստեղ էլ ամեն ինչ, ինչ ասեմ, ամեն ինչ, դարակներում էլ ամեն ինչ կա, ժողովուրդ ջան, ինչ, նայեք, ամեն ինչի մասին մտածել են այս մարդիկ, այստեղ ափսեներ, էլի բաժակներ, ինչ մտքներով տանցնի կա, անգամ ջերմաչափ կա, այսպես ժողովուրդ ջան, կարծում արդեն պարզ է, այս 2 հոգու համար, անգամ 3 հոգու համար էլ լավ է ստուդիոն, ժողովուրդ ջան, էսա, տունը շատ տաք է, շատ գոհ եմ, շատ լավ է, Երևան մնալուց պատճառն էլ էսա, իհարկե ես կուզենայի, որ այս խնդիրը չլներ, որ գոնե եկել եմ դուրս գամ անգամ, դեպ գրել էիք, որ կուզենաք նոր տեսանյութեր, բաներ, գիտեմ, որ ուզում եք տեսնեք, եթե իջնի ես ուրացենց բիշկն ասեց հանկարծ չմրսացնես, դրա համար մի քանի օր պետք է այսպես տանը մնամ, էլի, դրա համար մի քիչ չեմ կարողանում դուրս գամ, որ կարողանամ համել նկարեմ, ամեն դեպքում, այսպես ժողովուրդ ջան, ինչ կարևոր բան մնաց, որ ձեզ կուզենայի ասի ու չասեցի, չեմ հիշում, անգամ ժպիտս նորմալ, չեմ կարողանում ժպտամ նորմալ, բայց ցավ համարյա չկա, այդպես ժողովուրդ ջան, ասեցի մի հատ այսպես միջանկյալ նկարեմ, որ ձեզ ասեմ, տանը հետ կապված շատ եք հարցնում, Եթե էլ ինչ-որ բանից մոռացա ասեմ կարևոր տան հետ կապված, հարցրեք, ես սիրով կպատասխանեմ ժողովուրդ ջան, այդպես, հիմա երևի շուտով երեխեքը կհասնեն, մի քիչ այնտեղ դասավորեմ ու սպասեմ երեխեքին, կմիանամ ձեզ հետ, հաջորդ վլոգը արդեն կիսատ պատրաստ է, այս մեկը նրանից առաջ գցեցի ժողովուրդ ջան, այս մեկը ոչինչ նայեք, հետո նորեն մյուսը կդնեմ, այդպես իմ սիրելի բարեկամներ, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ձեր մեկնաբանությունների համար իմ վաղինակին էի գրել, բարևել, իմ տղան փաստորեն չէր նեղվում ինքը նկարվելուց, էլի, դրա համար ես նկարում էի իրան, այդպես ժողովուրդ ջան, հիմա հրաժեշտ տամ ձեզ, լավ մնացեք, գրեք, եթե հարցեր կան, որ ես չասեցի, սիրով կպատասխանեմ, հաջողություն, միշտ նոր վլոգ